Ես կարող եմ ասել միայն մի բան, արդեն ըստ էության ամփոփիչ խոսքի ես եւ պարոն Սարգսյանը կասեմ, եւս մեկ անգամ ուզում եմ անդրադառնամ առաջարկ Հայաստանի, պարոն Ծառուկյանի մեգա կոնցեպտին եւ կարող եմ ասել հետեւյալը, որ այո, մենք կարիք ունենք առաջարկների եւ կարիք ունենք լուծումների։ Այնպես է ստացվել, որ թե քաղաքական դաշտում, թե տնտեսական դաշտում, թե սոցիալական դաշտում 90%-ը մենք հավաքվում ենք բոլորս, ես ինչ եմ տարանջատում եւ խոսում եմ այս արտերից, իրականում սարսափելի բարերարողականական իրավիճակում։ Ինչքան էլ մենք այսքան դիմանում ենք եւ կապ չունի պատկերացեք արցախցի, հայաստանցի, երևանցի, գյումրեցի, այն որ ասում եմ բոլորս մի նավի մեջ ենք։ Մի լավ արտահայտություն կա, այն որ ասում եմ եթե դարդը բոլորիսն է, եթե հաղթանակը հաղթանակն էլ է բոլորիսը։ Եվ շատ կոպիտ կարող է հնչի, բայց դա ես լսել եմ հոկտեմբերի 11-ին 2020 թվականին Արցախում, երբ որ մի արցախցի պապիկ ասաց այ բալամ, ասաց բայրակտարը չի նայում, դու իշխանամետ ես, ընդդիմադիր ես, բոլորս էլ իրանց համար այն թշնամիների, այո, ես չեմ կաշկանդվում, այո, թշնամիներն են, եղել են, կան եւ ցավոք մնալու են, հիմա մեր բախտն էլ է դա։ Դե ինչ կուսակցական հետ իշխան։ Խոսքը գնում է նույն թուրքերի եւ ադրբեջանցիների մասին, էլի, խնդիրը մեր մասին է, մեր մեջն է։ Եվ այո, շատ կարևոր է բացի խնդիրը վերբացելուց նաեւ լուծման եղանակներ։ Սա առաջին մեր փորձն էր համատեղ կամուրջ քաղաքացիական նախաձեռնության եւ Հայաստանը ես եմ հասարակական նախաձեռնության եւ իմ կարծիքով ստացվեց, որովհետեւ բացի դարդուցավ իրար պատմելու շատ կոնկրետ խնդիրներից ենք խոսում, աղբարանությունից սկսած, վերջացած գյուղական համայնքներում զբաղվածությունից, բժշկությունից սկսած, վերջացրած օրինակ տրանսպորտի խնդիրներով։ Ժողովուրդ ջան, ես մի բան ասեմ, միգուցե ասելու չի, բայց պետք է ասեմ։ Այո, կան մարդիկ եւ կան ուժեր, ովքեր հետաքրքրված չեն, որ մենք ողտի կանգնենք։ Կան յան ազգանուններով մարդիկ։ Ես իրենց հայ չեմ համարում, ներողություն, մի քիչ կարող է ռադիկալ է հնչում, դա այդպես է։ Ով չի ուզում իմ հայրենիքս ոտի կայնի, ինքը իմ թշնամին է։ Եղելա կա ու մնալու է։ Ու իմ հայրենիքս միայն իմ պետությունս չի։ Էդ էլ ասեմ։ Որտեղ երբ որ սահմանափակում ես հայրենիքը պետության մեջ, դու ուրեմն կորցնելու ես համ հայրենիք, համ պետություն։ Դա այդպես է։ Եվ ազգը դադարելու է ազգինելու։ Դե, դրա համար էլ դե լավ չեմ ուզում հիմա ավել պակաս իմ մասով, ավել պակաս հա այս մեր հիասքանչ քննարկումը առաջնում, շատ շնորհակալություն, որ երկուշաբթի օրով ժամանակ գտաք